Մի օր Համոս Սահյանը փոքր երեխաների հետ գնացել էր դաշտ սինձ ուտելու, բայց ճանապարհին նրանք զգում են լավաշի հոտը և չեն դիմանում, ուժասպառ են լինում։ Եվ նրանք գնում են առնելու լավաշ, 2 լավաշ են առնում, բայց Համոս Սահյանը չի թողնում, որ երեխաները ուտեն։ Ասում էր, որ տանենք մեր ծնողները ուտեն։ Երբ տարան տուն, տվեցին ծնողներին, ծնողները կերան և հարցրեցին, բայց դուք կերել եք։ Նրանք ասացին ոչ, և նրանք հուզվեցին, և Համոս Սահյանը ասում էր, որ այդ 2 լավաշն իրեն ստիպել, որ նա գրող դառնա։ Համոս Սահյանի մայրը շատ շուտ է մահանում։ Փոքր երեխային, 3 ամսական երեխան մնում է մենակ։ Հայկի խնամքը մնում է 12-ամյա Հասմիկի վրա, նրանց քրոջ վրա։ Շատ ծանր է տանում Համոս Սահյանը մայրիկի մահը։ Այդ ժամանակ Համոս Սահյանը 21 տարեկան էր և սովորում էր արտասահմանում, և 12-ամյա քույրիկ Հասմիկը որպես մամա էր նրանց համար, և նրան դիմում էին մամա Հասմիկ։ Սակայն շատ շուտ Հայկն էլ է մահանում, և ավելի ծանր է տանում Համոս Սահյանը։ Համոս Սահյանը շարքային նավաստի էր, երբ Նայիրյան դալար-բարտին և մի քանի այլ ստեղծագործություններ ուղարկում է Երևան Ստեփան Զորյանին, չգիտեր, թե ինչ կլինի իր հետ, սակայն Ստեփան Զորյանը շատ է հավանում և տպագրում է այդ բանաստեղծությունները։ Այն թարգվում է նաև ռուսերեն, և այդ թարգմանությունը լույս է տեսնում Պրավդա թերթում։ Այնպես է ստացվում, որ Պրավդայի այդ համարը ընկնում է նավի հրամանատարի օգնականի ձեռքը, և նա կանչում է Համոս Սահյանին, որ Համոս Սահյանը կարդա։ Կարդում է, բայց չի ասում, որ նա է գրել, խորամանկություն է անում և ասում է, որ իրան շատ մոտ մարդ է գրել, նրան չեն հավատում։ Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի հրամանը չի կատարում։ Նրան կապիտանը ասել է, որ նա կրականի, սակայն նա գնում է և փրկում է խեղդվածող մարդու կյանքը, և այդ ժամանակ նրան կանչում է և ասում են, ինչու հրամանը չես կատարել, և նա ասում է, որ իր ընկերը խեղդվում էր և նա գնացել էր փրկի, և այդ պատճառով նրան պատժում են, շատ ցուրտ էր այդ օրը, և նրան ասում էին քայլ առաջ, և նա քայլում էր և քայլելով ընկավ սառը ջրի մեջ, բնականաբար նրա շատ շուտ հանեցին ջրից, բայց մինչև հանեցին նա հասրել էր սառել և իր թոքը վնասվել էր։ Համոս Սահյանին, երբ խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունները, նա հրաժարվում է, ասելով, որ ընտանեկան ալբոմում կան մեր երեխաների նկարներ։ Շիրազին հաճախ հարցնում են, ո՞րն է քո և Համոս Սահյանի տարբերությունը, և նա պատասխանում է. երկուսը կտեսնենք ու կհավատանք Աստծուն։ Համոն գլուխը կախ է քայլում, իսկ Շիրազը բարձր, նա երևակայում է ինչպես որ ամպերում թռվռացողը։ Երբ մեկը լացում էր, Շիրազը անձրևի պես առատ լացում էր, իսկ Համոն խոտի վրայի շաղով։ Նաև նմանատիպ մի հարց տալիս էի Սևակին, նա էլ էր պատասխանում էր ուրիշ ձև. դու Շինականի որդի ես, քո խոսքը հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը պատարագն է։